Երևան ժամանելուց առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդյունավետ բանակցություններ է ունեցել Բաքվում, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ հանդիպումներ է ունեցել այնտեղ եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Հատկանշական է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Այն դեպքում, երբ Հայաստանը եվրոինտեգրացման process-ի մեջ է, իսկ Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէր հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության, այլ նաև շարունակում է խզել իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, ըստ էության նա այն արդեն դուրս է Եվրախորհրդից, սառեցվել են լիազորությունները ԵԽԽՎ-ում, խզել է բոլոր տեսակի կապերը Եվրախորհրդարանի հետ եւ հրաժարվում է կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Եվ այս պայմաններում Եվրահանձնաժողովի նախագահը հարկ է համարում Ադրբեջան եւ Հայաստան այցելել նույն տարածաշրջանային տուրնեի շրջանակներում, ըստ էության հավասարության նշան դնելով Երևանի եւ Բաքվի միջև Բրյուսելի համար կարեւորության աստիճանով։ Եվ Մամլո ասուլիսում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նաև հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով, որոնցից մի մասը այսպես շատ ականջահաճո էին, կարծում եմ, Իլհամ Ալիևի համար։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Ադրբեջանը ապացուցել է, որ Եվրամիության համար հուսալի եւ վստահելի գործընկեր է։ Մենք չենք մոռացել, որ երբ Ռուսաստանը էներգետիկան օգտագործեց որպես զենք Եվրոպայի դեմ, Ադրբեջանը քայլ արեց մեզ ընդառաջ։ Հարավային գազային միջանցքը իսկապես ամրապնդել է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը ու դարձել է հաջողության պատմություն, հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Դա այն դեպքում, երբ նրա նախորդ նման բովանդակության հայտարարությունը արժանացավ Եվրոպայում խիստ քննադատության։ Մասնավորապես Եվրախորհրդարանի մի շարք падգամավորներ մեղադրել էին նրան, որ գազի դիմաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաճառում է եվրոպական սկզբունքները։ Ահա այդպիսի մեղադրանք էր նրան վերջերս կրկին հնչեցրել նրա հասեին Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարիա Գյուլրանդը։ Այս անգամ ֆոն դեր Լայենը ավելի հեռու գնաց, ավելի այսպես շռայլ կոմպլիմենտներ թույլ տվեց իրեն Իլհամ Ալիևի հասեին, մասնավորապես օրինակ հետևյալ խոսքերը նրա մեջ բերեմ, որը նա ուղղել էր անձամբ Իլհամ Ալիևին։ Դուք ցուցաբերել եք անձնական առաջնորդություն խթանելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցության process-ը, ասել է նա մի մարդու, որի հանձնարարականով եւ հրամանով Արցախում էթնիկ զտում է իրականացվել։ Մի բան, ինչը հաստատվել է միջազգային դատարանի կողմից։ Արտյոմ, ինչ-որ բան անհասկանալի է մեզ համար, ինչու է այդպես։ Դե բնական է, որ պատճառը ադրբեջանական գազն է, եւ ադրբեջանական գազի գրեթե կեսը մղվում է այժմ հենց Եվրոպա եւ այն ըստ էության քաղաքական ազդեցության գործիք է դարձել։ Հետաքրքիր է, չէ՞, մի կողմից Ադրբեջանը խզում է իր կապերը Եվրամիության օրենսդիր մարմնի հետ, նույնը անում է Եվրախորհրդի, Եվրոպական դատարանի, եվրոպական այլ բազմաթիվ կառույցների հետ, մյուս կողմից զարգացնում է իր հարաբերությունները Եվրահանձնաժողովի հետ։ Ըստ էության Բաքուն փորձում է Բրյուսելում երկու իշխանություն տեսնել, հա, օրենսդիր իշխանությունը, քաղաքական ու իրավական Բրյուսելը անտեսում է ու արհամարում, իսկ տնտեսական Բրյուսելի, այսինքն Եվրահանձնաժողովի հետ ակտիվ զարգացնում է իր հարաբերությունները։ Իսկ ընդհանրապես Եվրամիության ակտիվացումը մեր տարածաշրջանում ինչ է նշանակում։ Կարծում եմ ամենևին էլ զուգադիպություն չէ այն, որ հենց այս օրերին էր նաև Թուրքիայում գործուղվել բավական ներկայացչական եվրոպական պատվիրակություն, որի կազմում էր արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ու ներքին ու միգրացիոն հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Անկարայում նրանք բանակցություններ են ունեցել եւ Էրդողանի հետ եւ արտգործնախարար Ֆիդանի հետ եւ շատ վաղ
վաղուց նման ներկայացչական պատվիրակություններ Անկարա չեն մեկնել։ Էրդողանը կրկին խոսել է դեպի Եվրամիություն իր համար դուռ բացելու անհրաժեշտության մասին եւ դա կրկին որպես պահանջ է ներկայացրել։ Նկատվում է, որ Եվրամիությունը փոխում է իր այսպես կեցվածքը մեր տարածաշրջանի պետությունների նկատմամբ, սկսելով ավելի շատ կարևորել մեր տարածաշրջանի պետությունների եվրաինտեգրացման process-ը։ Եվ դա կարծես կարող է այսպես դրական գործոն լինել Հայաստանի եվրաինտեգրացման ճանապարհին, բայց պետք է նշեն, որ Բրյուսելում կան նաև դրա սկզբունքային հակառակորդներ։ Օրինակ, Եվրախորհրդարանի падգամավոր Միկե Անդրիեն, ով Նիդերլանդներն է ներկայացնում, վերջերս կոչ է արել հստակ հայտարարել, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնալու որևէ շանս չունի։ Եվ նա կոչ է արել, առաջարկել է Եվրահանձնաժողովին, եվրոպական մյուս կառույցներին պարզաբանել Երևանի իշխանություններին, որ Հայաստանը չի կարող անդամակցել Եվրամիությանը, գոնե այն պարզ պատճառով, որ Հայաստանը Եվրոպա չի աշխարհաքաղաքական իր դիրքով։ Նա ասել է, որ պետք չէ, որ Երևանի մոտ արհեստական պատրանքներ ստեղծվեն, որ հետո էլ հիասթափություններ լինեն։ Այսպիսով միանշանակ չէ վերաբերմունքը եվրոպացիների մեր ու մեր նման պետությունների եվրոինտեգրացիայի վերաբերյալ։ Շնորհակալություն։